Դուք եկել եք աջակցելու պարոն վարչապետին, օրինակ ինչ բարեփոխումներ եք նկատել այս 8 տարվա ընթացքում, որ այսօր եկել եք եւ սատարում եք իրեն։ Ամենաառաջինը, որ մեր բանակը զինված է, մեր սալդատները ապահով ձեռքերում են, մեր երկիրը ապահով ձեռքերում է ու ամեն ինչի համար շնորհակալ եմ։ Բարեփոխումները այս թոշակի հետ կապված, դեղորայքի, ինչպես նաև բուժզնումները, ամեն ինչի համար։ Տեսեք, օրինակ Ռուսաստանից 100,000 հայ ժամանում են հայրենիք, որ մասնակցեն ընտրություններին։ Ինչպես եք վերաբերում նրանց գալուն եւ ընտրելուն։ Հատկապես նրանց մեծամասնությունը խոսվում է, որ կողմնակից են Սամվել Կարապետյանի թեկնածությանը։ Կներեք, ուր էին իրանք պատերազմի ժամանակ, երբ որ մեր 18 տարեկան երեխաները մենակ էին, իրանք իրենց կողքին չէին, Ռուսաստանի հայերը եկել են իրանց շահերը պաշտպանելու, այդքան բան կարող եմ ասել։ Նաև Ռուսաստանից պաշտոնական մակարդակով մենք լսում ենք տարբեր հայտարարություններ, այսպես ասած սպառնալիքներ, որ օրինակ եթե հայը չընտրի իր ուզած թեկնածուին, ապա գազը կթանկանա, տնտեսական սահմանափակումներ են կիրառվում։ Առհասարակ ինչպես եք վերաբերում Ռուսաստանի այս գործելավոճին։ Միայն կարող եմ ասել, աթոռի կռիվ է սա։ Ոչ թե հայի կռիվ է, այ աթոռի կռիվ է։ Շատ բարեփոխումներ կան, ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, աշխատատեղեր, ամեն ինչ կա։ Մենք շատ գոհ ենք։ Տեսեք, օրինակ այս օրերին խոսվում է, որ Ռուսաստանից 100,000 հայ գալիս է Հայաստան, որպեսզի ընտրություններին մասնակցի ու մեծամասնությունը կողմ է Սամվել Կարապետյանին։ Ինչ կասեք այս մասով։ Ես չեմ ընդունում դա։ Չէ, ես այս կողմն եմ։ Նաև պետական մակարդակով, Ռուսաստանը հայտարարություններ է անում, որ օրինակ Հայաստանը կսահմանա։ Չեմ նրանց ասածներն եմ ընդունում։ Դա մի շաբաթից նորից բացվել է, նորից ընդունելու են։ Ոչ մի խանգարող բան չկա։ Այդ ուղղակի ուզում են իրանք ում աջակցում են, նա ընտրվի ու հետո ամեն ինչ լավ լինի։ Բարեփոխումները բավականին շատ են ու բովանդակալից։ Առաջի բարեփոխումը բանակը, սպառազինությունը, էլ չեմ ասում ամբողջ գյուղերի ասֆալտապատումը, դպրոցները, մանկապարտեզները, թվարկելով երևի չեն կարող վերջացնել։ Տեսեք, այս օրերին ասում են, որ Ռուսաստանից 100,000 հայ ժամանում է Հայաստան, որպեսզի մասնակցի ընտրություններին։ Օրինակ, ինչպես եք վերաբերում նրանց այս վարքին։ Շատ վատ։ Եթե նրանք բնակվում են այնտեղ, այստեղ չեն բնակվում, իրավունք չունեն իմ մյուսի փոխարեն քվեարկությանը մասնակցեն եւ ընտրեն վարչապետի թեկնածու։ Դա ուրիշ հարց է, որ նրանք վերադառնան եւ ապրեն Հայաստանում, բայց դա պարզ երևում է, թե ով է նրանց հովանավոր է եւ ինչի համար են նրանք այստեղ։ Ու շատ ցավալի է այդ փաստը, որ մինչեւ հիմա դեռ մարդիկ վազում են փողի կաշառակերության հետևից։ Շատ լավ, տեսեք, բացի հայերի ժամանելուց նաև Ռուսաստանը պաշտոնական մակարդակով խոսում է, սպառնալիքներ է հնչեցնում, տնտեսական սանկցիաներ կկիրառի, գազի գինը կթանկանա, առհասարակ Ռուսաստանի այս քաղաքականությանն ինչպես եք վերաբերում։ Ես միշտ դեմ եմ եղել իրանց, ի սկզբանե ես այն պակալենյայից եմ, որը անցել է պատերազմի բոլոր փուլերը, իմ երիտասարդ ամբողջ տարիները եղել են այդ տարիների ընթացքում, շատ վատ եմ վերաբերվում, որովհետև ես միշտ մտածել եմ ու հասկացել եմ, որ ամենամեծ մեղավորությունը մեր Ռուսաստանի կազմում լինելն է, որովհետև նա միշտ մեր հետ երկակի խաղ է խաղացել, միշտ մեզ ձևացել է որպես բարեկամ, միշտ որպես հարազատ գործընկեր, բայց ամեն դեպքում, որ վեր հիշենք, ովքեր են մեր բոլոր տարածքները, հողերը նվիրաբերել Թուրքին եւ Ադրբեջանին։ Եկեք չմոռանանք եւ վառ ապացույց էր 2020 թվականի պատերազմը, խաղապահները ոչինչ չարեցին, անգամ ինքը մեզ չօգնեց, այդ ինչու Էրդողանը հայտարարեց, որ տեր է Ադրբեջանին, իր ընկերն է, իր ավագ եղբայրն է, բայց Ռուսաստանից մենք ոչ մի աջակցություն չստացանք։ Եվ չմոռանանք, որ հին կառավարության անդամները Ռուսաստանի հին զենքերը, ջարդոնները գնելով
մեր երիտասարդներին տարան կանգնեցրին փաստի առաջ։ Եվ հիմա ամենակարևորը ինչ եմ ես ուզում եւ կոչ անում, որ բոլորը երիտասարդները, մեծերը հասկանան այս խաղաղության գինը եւ փայփայեն, պաշտպանեն այն, որովհետեւ դա ամենակարևոր բանն է, ամենակարևոր։ Ես եկել եմ Սյունիքի մարզից Խոզնավար գյուղից, սահմանամերձ Խոզնավար գյուղից, որը ասում են Նիկոլա տվել է, բայց ոչ մի բան չի տվել։ Մենք մեր տեղում ենք, մենք գոյատևում ենք, մենք հպարտանում ենք Նիկոլով։ Իսկ օրինակ ինչպես եք վերաբերում, որ Ռուսաստանից 100,000 հայեր գալիս են, որպեսզի մասնակցեն ընտրություններին։ 1000 նախ չեն կարող բերել Հայաստան, դա մեծ թիվ է, չեն կարող։ Ընտրությունների վրա մեկը չի ազդելու։ Ասենք 82%, մի քիչ կարող է իշնի 70-ի սահմանները մնա։ 70-ի սահմանները։ Շատ լավ, իսկ ընդհանրապես Ռուսաստանի վարած քաղաքականությունը։ Ռուսաստանի վարած քաղաքականությունը դարերով հակահայկական է եղել։ Ով չի իմանում։ Պատմությունը վերցրեք։ Դաշնակները ռուսների հետ կոալիցիա են կազմել։ Դաշնակները միշտ հասնել են Հայաստանը, հայկական հողերը, բայց եկել են ստիս պատմություն են պատում Նիկոլը հանձնեց։ Նիկոլը ոչ մի բան չի հանձնել։ Նիկոլը բերում է, ոչ թե հանձնում է։ Նիկոլը խաղաղություն է բերել, հպարտություն է բերել, ժողովրդավարություն է բերել, էլ ինչ բերեր այդ մարդը, որ հարգեին։ Իսկ ձեր գյուղում ինչպիսի տրամադրվածություն է ժողովրդի։ Իմ գյուղը միշտ 85% է տալիս, դե մի 10-15% էլ կլինի էլի, եթե չլինի կասեն տա կեղծա։ 80-85% Նիկոլը ձայն ունի իմ գյուղում։ Խաղաղությունը բոլորիս է, խաղաղությունը ոչ թե մեկ մարդուն է, խաղաղությունը ոչ թե կառավարությունը, խաղաղությունը մեր հայ ժողովրդին է։ Հայաստանին է պատկանում խաղաղությունը, մեր ապագային է խաղաղությունը։ Խաղաղությունը կախված է մեր լինել չլինելը, խաղաղության լինել չլինելը կախված է այսօրվանից, մեր հանրահավաքից։ Խաղաղությունը դա ամենակարևոր բանն է մեր հայ ազգի համար։ Երկրորդը խոր կտայում է Ռուսաստանի հայ բնակչությանը, թող կան գնան հա իրանց հարազատներին տեսակցության, բայց չխառնում են մեր ներքին քաղաքականությանը։ Այսքան ժամանակ իրանք, չգիտեմ, չեմ ուզում վիրավորած լինեմ, բայց պատերազմի ժամանակ կան մարդիկ, որ չեն եկել, նոր են գալիս, ուզում են քաղաքականության մեջ մտնեն, բայց դա բոլորիս համար անընդունելի է։ Իրոք անընդունելի է։ Մենք տեսել ենք ցավ, զոհեր, ամեն ինչը շատ վատ բան ենք տեսել, բայց ովքեր որ այսօր Ռուսաստանից գալիս են, ես չեմ ուզում վիրավորացնել մեր Ռուսաստանի հայ բնակչությանը, իրանք լավ ապրաստեղից են գալիս։ Ես չեմ ուզում վիրավորած լինեմ մեր Ռուսաստանի բնակչությանը, բայց այսօր որ մենք ստեղ մնացել ենք, ապրում, արում, ստեղծում ենք, ես անկեղծ ասեմ, մենք հերոս ենք, իրոք որ մենք գնանք արտերկիր կհանգստանանք, գնացել ենք արտերկիր, ասենք հանգստացել եկել ենք, բայց մենք մնացել ենք մեր հայրենիքում, տեր ենք կանգնելու մեր խաղաղությանը, մեր վարչապետի հետ։ Մեր վարչապետը մեր հետ է լինելու, մենք մեր վարչապետին ընտրելու ենք ու ես հենց հիմա քարոզում եմ, ընտրելու եք, եկել եք, լավ եք արել, Ռուսաստանի հայ բնակչություն, եկել եք, լավ եք արել, 16 համարին եք ընտրելու, ոչ մեկին մենակ 16 համար կընտրեք, 16 համար ընտրում եք, տեր եք կանգնում խաղաղությանը։